Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Կարինե Նալչաջյանը, բարև ձեզ Տիկին Նալչաջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես ալեկոծվում է հոգին խելագարի եւ հանգիստ չունի։ Հիմա մենք կվելուծենք ձեզ հետ միասին, ում այդ հարցերը կուղեմ, դուք կվելուծեք, թե ինչ է տեղի ունենում։ Առավոտը, ասում են, մի հատ էսպիսի խոսք կա, առավոտը Միջև առավոտ լավ է այն պահը, քանի դեռ չենք զարթնել եւ չենք լսել համապատասխան մարդու կամ չենք կարդացել գրառումը կամ ձայնը։ Հիմա մենք այդ վիճակում ենք, էլի զարթնում միջև այն պահը, հիմա փաստորեն ամեն օրն է, այդպես արթնանում ենք, մի հատ ինչ-որ բան գրառում ենք, ինչ-որ խոսք է, արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, Փաշինյանը նոր գրառում է արել եւ գրել է, որպեսզի այդ հարցերի պատասխանը եւ այլն լիմանակ, եկեք լսեք իմ այդ կրթվելու բանի ծրագիրը եւ այլն, նորաձև է կրթվելը, չգիտեմ ինչ։ Սա ինչ մանիպուլյացիա, ինչ է փորձում անել, ասեմ, արդյոք ինչի համար է գրված, Նիկոլ, քո կզած, ողորմելի, երջանկացած, վախեցած, վախվորած դեմքը տեսնելուց, այո, արդյոք չկա, այո, դու դա այլաբանորեն ասած, դու այո, լիզում ես թուրքի կոշիկները, արդյոք վաճառել ես Ղարաբաղը, դու այն անձնավորությունն ես, որ հայտարարել ես Արցախը, Ադրբեջանը եւ վերջ։ Հիմա այդ բառը վաճառելը ինչ է, դու հանձնել ես, դու տվել ես, իհարկե դու ես։ Արդյոք ուրանում է մեր պատմությունը, իհարկե ուրանում եք, պատմության դասագրքերը տեսեք եւ հետեւեք 7 տարիների ընթացքում ավելին հետ գնանք ընթերցենք Նիկոլի գիրքը, ավելին հետ գնալ տեսնել Նիկոլի գրառումները, Նիկոլի թերթը ինչ մոտեցումներ, ինչ հայացքներ, ինչ արժե համակարգով է առաջնորդել, ինչ սկզբունքներով է, ինչ թեզեր է առաջ քաշել, տեսնենք, այո, ինչու է կասկած առաջանում եւ այս կասկածը նետել հանրության մեջ, արդյոք չկա։ Այո, դա հաստատվում է այդպես է։ Եթե խնդիր ես դրել մանիպուլյացիաները, իսկ ինքը այդ մանիպուլյացիաների վարպետն է եւ մեկ անգամ եւս գայթակղել, անունել բերել մարդկանց քո այդ նորաձևը, ինչու, Տիկին Նալչաջյան, ինչ խնդիր է լուծում եւ ինչ է անում Նիկոլը։ Ես տպավորություն ունեմ, որ այսպես ինքը արդեն ձեռքը փրփուրներից է գցում։ Ինչու, որովհետև տեսեք, եթե ինքը այսպես խոսեր մի քանի տարի առաջ, գուցե իսկապես մարդիկ փորձեին մտնել այդ տրամաբանության մեջ, փորձեին ապացույցներ որոնել, բայց գիտեք, ես նույնիսկ չեմ ուզում մտնել այդ տրամաբանության մեջ, որովհետև ամեն ինչ այնքան ակնհայտ է։ Հիմա ինչ ապացուցենք, որ ասենք Անժելա Թովմասյանն ապացուցի, որ ինքը Անժելա Թովմասյանն է, ես ապացուցեմ, որ ես Կարինե Նալչաջյանն եմ։ Սա անհետեթություն է։ Նիկոլ, քեզ չի հաջողվի մեզ ներքաշել այդ տխեղծ անհեթեթ անտրամաբանական տրամաբանության մեջ։ Մինչև հիմա շատ բան է հաջողել։ Գիտեք ինչ, այսպես է, որովհետև ինքը խոսում է փաստերի մասին, որոնք այնքան ակնհայտ են, որ քննարկման կարիք անգամ դրա չկա։ Բայց եթե ինքը կասկած է գցում, ոնց որ այդ կասկածի սերմը գցում է մարդու ուղեղի մեջ, ասենք, մարդը գիտի, այս ինչ բանը հստակ է, բայց ասում է մի հատ կասկածի, մի հատ մտածի, մի հատ արդյոք այդ բան չի, մանիպուլյացիա չի, մարդկանց հետ նորից այսպես բան խաղել։ Ուրեմն ինքը իսկապես մանիպուլյացիայի վարպետ է եւ ին բոլոր հաջողությունները, որ ինքը գրանցել է, իր այդ տաղանդի շնորհիվ է գրանցել, բայց գիտեք ինչ չի կարելի ժողովրդին, մարդկանց հիմարի տեղ դնել, որովհետեւ մարդիկ բոլոր դեպքերում արդեն այնքան են բախվել իրականությանը, որ այս ձևերը արդեն չեն ազդում։ Այն ինչ շատ օրինակ, գիտեք, բաց ես անում, նայում ես 2018 թվականի սրանց այդ հեղափոխության ժամանակ սրա ճառերը, սրա ասածները եւ այլն, անկեղծ ասած, ես մտածում եմ, որ շատ դժվար է եղել այդ ծուղակը չընկնելը, բայց հիմա այդ ծուղակը այնքան բացահայտված է, մարդիկ արդեն իրականության հետ այնպես են առերեսված, որ սա արդեն չի աշխատում, բայց գիտեք, ինձ սա իր գործիքն է։ Թեկուզ արդեն ժանգոտա, չաշխատող եւ այլն, բայց ինքը ուրիշ գործիք չունի։ Ինքը ինչ-որ գաղափարախոսություններից է խոսում, չիմանալով ինչ բան է ընդհանրապես գաղափարախոսությունը։ Ինչ-որ գաղափարական նոր բաներ է ասում, մեկ սա է ասում, մեկ նա է ասում, ինչն է փորձում է ինչ-որ հուզել մարդկանց, ինչ են արել, մեր հոգուտունը ինչ արեցին, չենք թույլ տա պղծել մեր հոգուտունը, ինչ որ այս կարգի բաներ է ասում։ Գիտեք, դրանք արդեն կորցրել են իրենց ուժը, այդ սատանայական ուժը կորցրել են։
ինչին հավատան մարդիկ։ 2 օր առաջ Փաշինյան Նիկոլը իր տնտեսագիտական հանճարներ ինչ որ էսպես մեջտեղ հանել եւ ապացուցում էր, հա, մարդկանց, գիտեք, ուղղակի այնպիսի տպավորություններ, որ մարդիկ հարստացել են, մեծ ուրեմն այսպես բարեկեցության մեջ են, ուղղակի չեն տեսնում, չեն հասկանում, հա, իրենց, չգիտեմ, դրամապանակները փողով այսպես լցված չեն տեսնում, այն որ ասում էր ես բան ունեմ, հա, փայտիկ ունեմ կախարդական, բաժանի մարդկանց այդ կախարդական փայտիկով մի հատ իրանց դրամապանակներին դիպչեն, կարող է այդ քո ստեղծած բարիկները, գումարները արդեն տեսանելի դառնան։ Գիտեք ինչ չի կարելի մարդկանց այս աստիճանի հիմարի տեղ դնել։ Դա հակառակ ռեակցիան է առաջացնում։ Տեսեք, դուք ասում եք առավոտյան արթնանում ենք, հա, լավ է մինչև այն պահը։ Գիտեք ինչ, մարդիկ այսօրվա մարդկանց ինչ որ մի հատվածի լռությունը նաև պայմանավորված է իրենց ինքնապաշտպանությամբ։ Օրինակ ես շատ մարդիկ գիտեմ, շատ հարգարժան, ամեն ինչ տեսնող, հասկացող մարդիկ, որ ասում են, գիտեք ինչ, ուղղակի որպես մարդ չեմ դիմանում, դրա համար անջատել եմ բոլոր ինֆորմացիայի աղբյուրները, ամեն ինչ, ոչ մի բան չեմ ուզում լսել, չեմ ուզում տեսնել, պարփակվել են մի տեսակ այսպես պատյանի մեջ, ապրում են իրենց այսօրվա կյանքով։ Հիմա սա ճիշտ է թե սխալ է, դա հարցի մյուս կողմն է, բայց որ արդեն անտանելի է սրանց լսելը, նայելը, իրենց ասածները քննարկելը, շատ ու շատ մարդիկ այսօր այդ վիճակում են։ Բայց սա ես նորից եմ կրկնում, սա ընդամենը ժամանակավոր սփոփանք եւ ազատագրում է տալիս մարդկանց, որովհետեւ այս ամենն անելով իրենք մյուս ձեռքով վարագույրի ետևում, իրենք հայրենիքը նորից սկուտերի վրա մատնում են թշնամու։ Հա, մեր բոլոր տեսակի արժեքներին այսպես կացին առած արմատախիլ են ուզում անել, այնպես որ մենք եթե այդպես ուղղակի պարփակվենք մեր մեջ, չտեսնելու տանք, ինչքան էլ զզվելի է չփորձենք լսել, հասկանալ, փորձել, թե էս հիմա ինչ ասեց, սրա տակ ինչ է թաքնված, մենք ուղղակի չենք խուսափելու այն աղետից, որ սա նորից բերում է ամբողջ ազգի գլխին, ամբողջ մեր հայրենիքի գլխին, Արցախի պատմությունը կրկնվելու է։ Գիտեք ինչ, մարդիկ մի տեսակ որ նայում ես կենցաղը, ես ոչինչ չունեմ ասելու, մենք բոլորս արթնանում ենք, մեր կենցաղային հարցերն ունենք, օրը անցնում է, ես այդտեղ մեղադրելու ոչինչ չունեմ, բայց մենք պիտի հասկանանք, որ Արցախը, երբ արդեն մատնեց թշնամու երախը դրեց սա Արցախը, դրանից մի քանի ամիս առաջ Արցախում էլ խանութները լիքն էին, մարդիկ ինչ-որ տոնակատարություններով էին զբաղված, իրենց առօրյա կյանքի տրամաբանության մեջ էին, բայց տեսակ ոնց պայթեց մի օր, հա, երկինքը եւ ամեն ինչ, իսկ ով է ասել որ մեզ այդ դա չի լինելու, մանավանդ որ եթե դու նայում ես, վերլուծում ես իրադարձությունների ընթացքը, նույն տրամաբանությունն է, նույն մարդիկ, նույն տրամաբանությամբ, նույն իրենց թելադրողներով եւ ուրեմն մենակ չնայելով, զզվելով, զայրանալով մենք հարց չենք լուծում, բայց Նիկոլը ինքն էլ հարց չի լուծում, վերջերս շատ են հուզված, չէ, ինչ որ հուզումնալից պահերը շատ են, այն բանը քիչ են հավասարակշռված դերի մեջ, որ մեկ-մեկ կարողանում է մտնել, դա ավելի պակաս է դարձել։ Սա նշանակում է, որ գիտեք, այն որ մազոլին են, հա, կպնում, մարդիկ էլ չեն դիմանում, վերջերս շատ եղավ խոսակցություն կոռուպցիայի մասին, չէ, փաստեր դրվեցին, փոխանակ փաստերը, այսպես հերքելու, եթե դրանք սուտ են, ուղղակի այսպիսի ճղճղոցներ, այսպիսի ելույթներ, որը առավել եւս, ուրեմն ապացուցում է, որ ուրեմն մեղմ ասած ինչ որ բան այն չէ, եւ արդեն սրանց կերպարը լրիվ բացահայտված է, վերջին շրջանի այդ հայոյախոսությունները եւ այլն, մարդիկ ուղղակի ամաչում են, գիտեք, նույնիսկ պարզ Հայաստանի քաղաքացին այսօր ամաչում է, որ իր երկիրը ներկայացնում է, ասենք, այս Արարատը, էլ ոնց ինչ կոշիկ լիզելու մասին է, մի այդ բաց արա նայի քո ուրեմն նկարները, Ալիևը ու դու, Էրդողանը ու դու, քո կեցվածքը նրանց կեցվածքը, հա, Էրդողանի կինը, էլ ոնց պիտի ապացուցվի, այնպես որ արդեն խապելը չի հաջողվում խապելը, իսկ իր զենքը խապելն է, մի տեսակ անզեն մնացած մարդու տպավորություն է թողնում սա արդեն։ Իսկ կրթվելը նորաձև է, սա աշխատում է թե ոչ, ինքը տեսեք
դեռ կարճում է դրանից։ Տեսեք, իրենք սա հնարել են, սա իհարկե արդեն նախընտրական քարոզչություն է, որովհետև իրենց միակ երևի այսպես հույսը, ապագայի երաշխիքը ընտրություններն են եւ իրենք ամեն ինչ անում են ահա այդ ուղղությամբ։ Հիմա նախ կրթվելը նորաձև է, այդ անհեթեթ արտահայտությունը ամոթ է։ Հա, մտածող որևէ մարդ այդ արտահայտությունը լսելից ուղղակի այսպես ամենաքիչը տարակուսանքի մեջ ենք, նո թե դա ընդհանրապես ինչ բան է, կրթվելը նորաձև է, անհետեթություն է։ Գնում են մարդիկ, նստում են։ Ես չգիտեմ այնտեղ սրանք ինչ են խոսում, այդ իրենց հայոյախոսական այդ դերի մեջ են, թե չէ բարոյախոսական դերի մեջ են, ես չգիտեմ, բայց իրենք ինչ են անում, մեկ սա մարդկանց մոլորության մեջ են գցում։ Ուղղակի ես կհորդորեի մարդկանց, գիտեք ինչ, ես հասկանում եմ, որ մարդկանց մեծ մասը կոնֆորմիստներ են, մարդկանց մեծ մասը մտածում է, այ եթե չգնամ, չնստեմ, այս հիմնարկը, որտեղ ես աշխատում եմ, չգիտեմ, Աստված գիտե, ես բարդությունը կունենամ, աշխատանքից կզրկվեմ։ Ուղղակի ես ուզում եմ մարդկանց հորդորել, ասել, որ գիտեք ինչ, դուք ամեն ինչից եք զրկվելու, որովհետև այդ հիմնարկը արդեն Աստված գիտի ինչի է վերածվելու, հա, օրինակ բուհը իր այդ գեղեցիկ այդ պատերով շենքով կարող ընդամենը անառականոցի վերածվել թուրքերի, այսինքն մենք ամեն ինչ ենք կորցնելու, չենք կորցնի կա այդ հնարավորությունը չկորցնելու, եթե մենք պայքարենք, մեր արժանապատվությունը պահենք, հա, թույլ չտանք, որ մեզ հետ այսպես վարվեն։ Սա ուղղակի անպատվաբեր է ցանկացած մարդու համար առհասարակ էլ չեմ ասում մարդու համար, Հայաստանի քաղաքացու համար։ Չի ստացվի, արդեն այդ մոլորեցնելը, հա, մատի վրա ֆռացնելը մարդկանց էլ չի ստացվում, երևի դրա համար է, հա, այսպես իրեն կորցրած այսօր սա ասում, վաղը սա ասում, այս էմոցիան, մյուս էմոցիան։ Եվ նաև Թալանի հետ կապված հիմա արդեն բազմաթիվ ինֆորմացիաներ է գնում եւ ամեն ինչ տեսանելի է, երեք խեղճ ու կրակ մի, չգիտեմ, Արթուկի փող չունեին, այսօր ամեն մեկը մի 3-4 բնակարանի տերեր են դարձել, իրեն տղյակների մասին են խոսում, մեծ առանձնատների մասին են խոսում, դե տեսանելի է, մարդկանց կյանքը ոնց է, մեկ էլ երկրորդ օրը իշխանությանը Range Rover-ներ, չգիտեմ ինչ մեքենաներ, փոքր երկիր է, ոչ իման այդ իրանց զվարճանքները, չգիտեմ, հյուրախաղերը Միացյալ Նահանգներում ահռելի մեջ բիզնեսների մեջ մտնելը, այստեղ նաև կոռուպցիոն մեծ սխեմաները, այս ամեն ինչը տեսանելի է եւ բացահայտվել է, հիմա տեսեք ակնհայտ է դառնում, մենք հիստերիայի մեջ ենք եւ ինչ է խոսում, նաեւ ֆրանսիական մամուլում գրվեց, Ֆրանսիայում մի երկու դաշնակ մաշնակ կա, տանում 3 եվրոյով կայք են բացում, հետաքրքիր է, Նիկոլ, 3 չէ, 30 միլիոնով 30 եվրոյով, 300 եվրոյով, որոնք դուք Եվրոպայում կկարողանաս ինչ-որ կայք թերթ բացել, այսպես որ խոսում է, էլի, մեծ ճորթած խոսում է, ասենք ապուշություն է դուրս տալիս, 3 եվրոյով կայք են բացում, մեջը նկատում ինչ վերաբերում կա կուսակցության նկատմամբ, բան է, էլի, իր արևին վարչը դաշնակ մաշնակ, մեջը 9 զառանցանք ասես դնում են, դե արի ապացուցի, ասում են Քոչարյանասերժական չի, այս արդեն խնդրում եմ դրա մասին խոսեք, ստահակ զանգվածն էլ չի փորձում ապացուցի, որ իրենք բան են, եւ ով է խոսում, առաջին բան, ըստ Փաշինյանի պահելով կոռեկտությունը իրենք սխալվել են, ինչ եք ասում, մենք չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր, ինչ եք ասում, դա արձանագրել է դատարանի որոշմամբ, եթե դու արձանագրած ունեիր վաղուց ուրիշ քայլերի դիմաց կլիներ։ Հիմա տեսեք, մի մարդ է խոսում թերթի սուտ լուրերի մասին, որ Հայաստանի Հանրապետությունում, որ երկրորդ մարդուն ում հարցնես, կասեն ինչ է եղել այդ թերթում եւ այդ կասեն, չէ, ինչ զրպարտանքներ, ինչ հերյուրանքներ, ինչեր է վերագրվել մարդկանց եւ ես չեմ հիշում եղել է ընդհանրապես դեպք, թող ինչ որ մեկը ուղի ինձ այդ խոսքս ուղի, եթե եղել է այդպիսի բան, որ հայկական ժամանակը գրի, մենք հերքում ենք մեր գրածը, մենք բանը, մենք սխալ ենք գրել, մենք սուտ ենք գրել, այս բոլոր լեգենդները, որ կան եւ հիմա էլ դու 7 տարի եւ իշխանությանից չես կարողանում ոչինչ բացահայտել, կամ էլ բացահայտում ես գրպանում ես այդ գումարները, այդ մարդկանց հետ պայմանավորվում ես 30, ամեն առավոտ զարթնում ենք, այս ինչ մարդուց 30 միլիոն, չգիտեմ, վերցրեցին, այն ինչ մարդուց այսքան միլիարդ դրամ վերցրեցին, այն ինչ մարդուց պարզ է, չէ՞ որ պայմանավորվել են, պայմանավորվում, ասա չնայած իր այդ պայմանավորվելը դա ապուշություն է, որտեղ այդ պայմանավորությունից հետո կա, ասի դե հիմա էլ լսել եմ սա օրես, հիմա էլ պայմանավորվել եմ սատուր։ Մարդ, որ իր ողջ կյանքում զբաղվել է դրանով, հիմա ասում է թերթեր մերթեր են, չգիտեմ ինչ են բացում, լավ չի, չէ՞ Նիկոլ։ Լավ չի, չէ՞։
Ընդ որում այստեղ բանը, բա այս 7 միլիարդը անհայտացել է, չգիտեմ 60 միլիարդից ստվերի մասին է խոսում չկա, 150 միլիոնը ակնհայտ եկել է Սփյուռքից չկա, այն 100 միլիոնը չկա, ձեր վերցած են 30 միլիոնը բանը մեռան ասելով Բագրատյանն է, բա ուրա բյուջեի մեջ տողով չկա, որ մենք հասկանանք, տեսնենք այսքան մարդուց միլիարդները վերցրել եք, ինչ է։ Հիմա ինչ է, հունից դուրս է եկել բռնվել են, այսպես ասած, այս թալանի մեջ, այն ոնց որ այն ցավոտ կետին են կպել։ Եվ ինքը, գիտեք, ինչի հետ մարդուն զրպարտում են, քո մասին ինչ-որ սուտ բան են ասում, դու իհարկե, հա, այսպես կարող ես հոգեցունց վիճակների մեջ ընկնել, բայց հաջորդ քայլը որ պետք է լինի, որն է։ Ապացուցել, որ քեզ զրպարտում են։ Այո։ Ապացուցի։ Դու պատահական մարդ ես, վարչապետ մարդ ես, մի հատ զանգի Մակրոնի կամ ինչի, զանգի փաստաբանների դատավորի, նախ մի հատ ապացուցի, որ դա թերթոն է, 5 օրում է բացվել, հայտնի թերթ է, գիտեք չի հայտնի լրագրող է, պես չխոսում է, էլի։ Դրա համար եմ ասում, եթե ուրեմն սուտ է, դու համարում ես, որ սուտ է։ Ինչ որ դու այդպես լեզուն արագ պտտացնելով ասում ես, այդ ոչ մի նշանակություն չունի, դա ապացույց չի, վիրավորված ես, քեզ զրպարտել են, ապացուցիր, մենք էլ հասկանանք, որ դա զրպարտություն է։ Գիտեք, չէ՞ Տիկին Աչաջան, հայտնի թերթ է, հայտնի լրագրող է, այսինքն պատահական չի, նկարով, տեղով, հասցեով, անով, ամեն ինչով։ Ես դրա համար եմ ասում, այդպես դա քեզ վիրավորել է, խոցել է, ապացուցիր, ինչ է լեզվավարժանքների մեջ ես ընկել, կամ մի քիչ թող ավելի հանգստանան, հա, կոռեկտությունը, ինչ կոռեկտությունը ձեզ չի սպառնում, կոռեկտության ուրեմն նշույլներ անգամ չկան ձեր մեջ, այնպես որ կոռեկտությունից ելնելով դուք հաստատ որևէ բան չեք արել, ափսոս որ կոռեկտությունը եւ դուք շատ այսպես կիլոմետրերով իրարից հեռու եք։ Արդեն Պանդորայի ես այստեղ ասելու բան չունեմ, գիտեք, ասելու բան չունեմ, որովհետեւ փաստեր են դրվում դեր առաջ, ապացուցեք հակառակը եւ ժողովրդին ասեք, որ հա տեսեք մենք այսքան ազնիվ ենք, հրեշտակներ ենք, հա մեր ոտները ամպոտա, մեր մասին այս ինչեր են ասում, ապացուցեք մենք էլ տեսնենք, ասեք որ չէ, տեսեք։ Չէ, բայց փաստ է, չէ, ասեք մենք էլ տեսնում ենք, որ ոչ ունեցող Սուրեն Պապիկյանը մեկ էլ պարզվում է, չգիտեմ, երաս թաղամասում ունի, ես նոր թաղամասում 3 ունի, այնտեղ առանձնատուն ունի։ Սա միայն որ տեսնում են, Ալենը այդպես այնտեղ ունի, էլ ինչեր են պատմում, թե միացյալ իհարկե, ժամանակակից աշխարհում որ բիտկոյներով, չգիտեմ, բանկային համակարգով, այդ ինչպես է եղել որ բանկային համակարգում միլիարդների շրջանառություն է եւ գերշահույթներ են ունենում մի աղքատ խեղճ ու կրակ երկրում։ Դուք պատկերացնում եք այդպիսի գերշահույթներ լինի եւ այդ երկրի ղեկավարը դրանից տեղյակ չլինի։ Դուք պատկերացնում եք, չգիտեմ, քանի միլիարդի թմրանյութեր են գալիս պատտում, անհայտանում է ինքը տեղյակ չլինի։ Դուք պատկերացնում եք 10 միլիարդ վիվարոյի շրջանառությունը լինի եւ Նիկոլը դրա հետ կապ չունենա, իր օլիգարխները դրա հետ կապ չունենան։ Դուք պատկերացնում եք նախկին վարչապետի տունը վերցնեն, նախկին Մաքսատան ղեկավարի հյուրանոցն են վերցնում, այն մյուսի հյուրանոցն է վերցնում եւ դրա հետ կապ չունի։ Մի հատ ինչ որ քննիչ է հայտնվել, այդ ամեն ինչը ձեր կա։ Մի հատ ինչ որ վիվարոյի տերը հայտնվել, այդ վիվարոյի տերը եկավ 2 ամիս հետո Ալենին մի հատ, չգիտեմ, 50-100 հազար $-անոց մեքենա նվիրեց, հետո մի հատ ուրիշ բան նվիրեց, հետո մեկ է տեսանք ազգային ժողովում ի նպաստ իրենց օրենքներ ընդունվում, դրա շարունակությունը ինչ արել են, որ իրենց աշխատած միլիարդները ինչ են անում, կիսվում են։ Ուրեմն տեսեք, էլի պետք չի թերագնահատել ժողովրդին, իհարկե, մարդիկ ամեն ինչ տեսնում են, հասկանում են, պատճառը, հետևանքը, երեք ինչ կար, այսօր ինչ կա, արդեն տեսնում են, պետք չի թերագնահատել այսօրվա ժողովուրդը 18 թվականից ուղղակ ընկնող ժողովուրդը չէ արդեն, որակապես լրիվ փոխված է, իրենք արդեն բացված աչքերով մարդիկ են եւ նաեւ սա է պատճառը, որ սրանք ընկնում են այս հուզական այդ վիճակների մեջ։ Գիտեք ինչ, ես Տիկին Թովմասյան մի բանի վրա եմ ուզում ուշադրությունը դարձնել, այդ տնտեսության այդ թռիչքների, իրենց այդ աննախադեպ հաջողությունների մասին երբ ինքը խոսում էր, հա, որ բարեկեցիկ աշխատատեղեր, չգիտեմ ինչ, ինքը մի շատ կարևոր էլի պարակտիչ սերմ գցեց, որը առաջին հայացքից նկատելի չէր։ Հիշում եք, որ խոսում էր թոշակների մասին, թոշակառուների, հա, թոշակները բարձրացնելու մասին։ Ու այնտեղ ինչ որ տնտեսագիտական մի հատ ինչ որ հայտնագործություն կատարեց, որ ոչ տնտեսագետի համար էլ ընդամենը ծիծաղելի է, ասում էր, որ լավ, կարող ենք բարձրացնել, ամենաշատը 1500 դրամով, բայց գիտեք ինչ,
այդ դեպքում մենք պիտի աշխատողների աշխատավարձից կտրենք, որ ձեզ տանք։ Այսինքն տեսեք, ինչ է ստացվում, ինչ է մտածում, ասենք պարզ մարդը, որ ասենք իր թոշակը քիչ է, մտածում է, որ բնականաբար արժեք գոնե մի քիչ շատ լիներ։ Թշնամացում է, պարակտում է, այսինքն տես իմ հասանելիքը այն աշխատողին են տալիս, դրա համար եմ ես այսպես խեղճ ու կրակ վիճակում, աշխատողն էլ ինչ է մտածում, ասում են այս ծերերին նայեք, հա, աչքերը մեր այս աշխատավարձի վրա է, մենք երեխա ենք պահում, ընտանիք ենք պահում, հա, չէ, այդ երկուսը իրար հետ կապ է, այսինքն պարակտում, նորից պարակտում, այս է իրենց զենքն է, եւ այս ծուղակը չի կարելի ընկնել, որևէ կապ չունեն իրար հետ, թոշակառուի թոշակը եւ պետական ուրեմն համակարգում աշխատող ձեր պարգևավճարներից խոսեք, ձեր այդ մյուս այդ նոր երևի ավելի լավ քան աշխարհում որևէ մեկը չի ասի այդ միլիոնների, միլիարդների եւ մնացածների մասին։ Մի պարակտեք, չի աշխատելու։ Նախկին վարչապետը ասում է ստվերից 7 տարում 60 միլիարդի շրջանառությունը չկա, գողացել եք, դե պատասխանեք։ Նախկին նախագահն ասում է 7 միլիարդ բերել դրել եք, 2 միլիարդը չկա, դե պատասխանեք։ Անիֆի հետ գողացածը, չգիտեմ, 100 միլիոնը չկա, դե պատասխանեք։ Ոչ մի տրամաբանական պատասխան, դե բանկել ես մնացած բոլորին ասում ես։ Մի հատ այդ նախնական կապիտալը ցույց տուր, տեսնենք այդ ո՞նց եղավ, որ մեկ էլ միլիարդեր են դառնում։ Այդ տոտոներից բանը Վիվարոն քանի ճակատագիր կործանեց։ Ամեն օր կամրջի տակ մի հատ դիակ է, այդ ո՞նց է լինում։ Ոնց է լինում ամբողջ օրը, չգիտեմ, առավոտը զարթնում եք, մի հատ քրոնիկան նայեք, դանակահարություն, սպանեցին, այստեղ խոշտանգեցին, այստեղ հարձակվեցին, այստեղ չգիտեմ ինչ արեցին, վերածվելը չես իմանում ինչի։ Դուք եք ասում, քառապատկե, հնգապատկե, չգիտեմ ինչ ա եղել հանցագործությունը, ինչու, ինքնասպանությունները, ինչու, հարձակումները, հարազատը հարազատին է սպանում, նա նրան ասում, ինչու, որտեղ սոցիալական ծայրահեղ վիճակ է եւ ով գիտի, թմրադեղերի, թմրանյութերի, բանի ալկոգոլի ազդեցության տակ, որ դեպքում է գնում մարդը հորը սպանում, մորը սպանում, եղբորը սպանում, սոցիալական ծայրահեղ ծանր վիճակ եւ դուք ավելի ճիշտ կասեք, եւ նաեւ նման բաների ազդեցության տակ։ Գիտեք, ինչ իսկապես կարիքը մարդուն կարող է աղավաղել, կարիքը կարող է մարդուն իջեցնել, որովհետեւ կան պահանջմունքներ, որոնք բազալ պահանջմունքներ են, հա, այդ նույն սնվելը, այդ նույն ապահովության զգացումը, մարդիկ այսօր կորցրել են ապահովության զգացումը։ Հա, իսկ դա կարևորագույնն է, մարդիկ մենք ասում ենք պիտի բան գիտակցություն անվտանգության մասին է խոսքը, մենք ասում ենք բան գիտակցություն են անվտանգության զգացումն է, բայց կարող է տարական սոցիալական հարցերի տակ են գքած այս մարդիկ։ Դա եմ ուզում ասել, որ ասենք դե գնա 50,000, 40,000-ը թոշակառու, դե ապրի, ասենք։ Գիտեք ինչ, մի այսպիսի էքսպերիմենտի օրինակ բերեմ, որ բազալ պահանջմունքներ կան, նույն այդ ապրելու, սնվելու, չմրսելու եւ այլն, դրանք այնպիսի պահանջմունքներ են, որ բոլոր մարդկանց բնորոշ են։ Ուրեմն այսպիսի մի գիտափորձ են արել շատ ինտելեկտուալ մարդկանց, ուրեմն առանձնացրել են իրար հետ, հա, ինչ որ միտեղ, եւ ուրեմն ուտելիքից զրկել են, էքսպերիմենտ է, հա, տեսնենք ինչքան ու նայում են մարդկանց վարքը։ Ես նորից եմ կրկնում, ինտելեկտուալ մարդիկ, ինչի մասին են խոսում իրար հետ զրույցները։ Սկզբում խոսում են, չէ, սկզբում ինչ որ բարձր թեմաների եւ կամած են մեկը հիշում է իր կնոջ զարգած այս ուտելիքը ինչ համովեր են մարդն ասում, մյուսն ասում է տատս էս ինչն էր, համ արդեն խոսակցությունը գալիս է ուտելը, կշտանալը, սոված լինելը եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե մարդկանց այս պահանջմունքները չեն բավարարվում, բազալ, իդեպ անվտանգության պահանջմունքն է բազալ պահանջմունք համարվում։ Եթե ատրճանակը ճակատիտ են դրել, դու չես կարող ինչ որ բարձր բաների մասին խոսել, հա, բարձր բաների մասին մտածել։ Հիմա մեր ժողովուրդը կորցրել է անվտանգության զգացողությունը։ Մարդիկ կարիքի մեջ են, հա, դու ոնց որ Նիկոլն ինչ էր ասում էր, ինչ էլ լինի, մեզ պարտված չենք զգալու։ Հիմա ինչքան էլ կեղեք եք, ձեզ կեղեքված չեք զգալու։ Ինչքան էլ աղքատ լինեք, ձեզ աղքատ չզգաք։ Հասկանում եք, սա իրականությունից հեռու եւ նաեւ շատ վիրավորական է մարդկանց համար։ Մարդը տեսնում է ոնց է, իր կենսամակարդակը աչքի առաջ իջնում, հիմա վարչապետ բճվածը կանգնում է եւ իրենց հակառակն է ուզում ապացուցել։ Ինչի մասին է խոսքը, չի աշխատելու, արդեն այդ ստերը, այն որ ասում են ստի ոտքերը կարճ է, պարզվում է այդքան էլ կարճ չի, 7 տարի ստի մեջ ապրելը, բայց բոլոր դեպքերում ամեն ինչ հասնում է իր ավարտին։ Ձեր գործիքները ժանգոտված են, էլ չեն աշխատում։ Ինչ տվեց այս զույգի սենց ակտիվանալը, առաջ գալը, բան, ինչ տվեց, ինչ եղավ։
գիտեք ինչ, ավելի շատ իրենց դեմքը բացեց։ Ավելի շատ վարկաբեկեց, եթե մենք լսում ենք, գիտեք, կոռեկտության ասում եք մեր կոռեկտությունը, հա, մեզ խանգարում է։ Դասեր տվեց, վիրավորեց, չգիտեմ ինչեր արեց, հա, սահմանները անցնելը, ուղղակի գետինն ես մտնում, եթե այսպես ավելի լայն ես մտածում, որ սա քո երկրի վարչապետն է, իր կինն է, այս ոնց է ներկայանում, ինչու որոշեցի այս զույգով։ Գիտեք ինչ, իրենք իմ կարծիքով նախ դրանով մեզ նորից նվաստացնում են ժողովրդին, եթե ժողովրդին, եթե չգիտեմ ոչի լես անվանում եւ այլն, դա ուղղակի վիրավորանք է ժողովրդին, վիրավորում են։ Հիմա սա ավելի թույլատրում է, գիտեք, մարդկանց։ Չէ, ինչու միասին, դա եմ հարցնում։ Միասին, որովհետեւ ամեն ինչ իրենք միասին են անում, ամեն ինչ ծրագրավորված է։ Սա իրենք հրահանգներ են կատարում, միաժամանակ նաեւ Թուրքի աչքին իրենք ինչ են ուզում ցույց տալ։ Տեսեք ձեզ ոնց ենք ծառայում, հա։ Ամեն ինչ անում ենք, մենք ձեր լավ լակեյներն ենք, իսկական ծառաներն ենք։ Իրենց լավ ծառայելու, հա, այդ իրենց տերերի մոտ, իրենց բարձերես լինելու մասին է, որովհետև իրենք հասկանում են, որ իհարկե բավարար չի միայն Նիկոլի այս արտաքին, ներքին այս բոլոր դրսևորումներն ու հայտարարությունները պիտի անհայտ լի, թե ի սկզբանե տանդեմով են աշխատել։ Գիտեք, ես տպավորություն ունեմ, այդ ուղղակի իմ տպավորությունն է, երբ նայում ենք այդ հեղափոխություն կոչվածի ժամանակ, հիշում եք, մի հատ նկար կար, մի պահ կար, ինքը գնաց պատի տակ նստեց այն վիրակապով։ Այ ճիշտ է, այ որ եկավ ամուսնու ականջին ինչ որ մի բան շշնջաց։ Ինձ թվում է ինքը ասեց համբալները դուրս են եկել։ Հա, համբալները հավաքվեցին, որովհետև այսօր այդ բառը ինքը ասում է 1000 ներողություն այդ բառի համար, բայց այն ժամանակվանից իրենք արդեն մարդկանց նկատմամբ այդ դիրքորոշումն են ունեցել, այդպես չի որ փոխվել է, սկզբից եւ ինչու զարմանանք, որ իրենք երկուսով են, իրենք երկուսով այդ գործի մեջ են, եւ ես որպես հոգեբան մի բան ասեմ, այս տեսակի մարդու այս տեսակը, որը միշտ ցանկացած հասարակության մեջ մի 3%-ի չափ լինում է, հա, բարոյական տեսակետից այդպիսի անկում ապրած, այդպիսի ուրեմն հոգեկան առանձնահատկություններ ունեցող, իրենք առհասարակ մարդկային էմոցիոնալ կապվածություններ չեն ունենում, հա, էմոցիոնալ կապվածություններ չեն ունենում, իրենք կարող են ուժեղ կապերի մեջ լինել, եթե իրար հետ նույն գործն են անում։ Այ այդ ես տեսեք իրար հետ թեժ իրար հետ թեժ էին հրատարակում, իրար հետ է եղել սրանց գործունեությունը հիմնականում։ Գուցե ինչ որ պահերի կինը չի երևացել, հա, այսպես, բայց իրենք համագործակցող մարդիկ են։ Այս տեսակի մարդկանց ավելի շատ կապում է համագործակցությունը, համատեղ ուրեմն գործած հանցանքները, քան թե էմոցիոնալ ինչ որ կապեր։ Այս կարգի մարդիկ, ուրեմն ես նորից եմ կրկնում, խորքային մարդկային կապվածություններ չեն ունենում։ Ինչու եկեղեցու դեմ այս այլանդակ հարձակումը կազմակերպեցին։ Ուրեմն սկզբից Իդեպ համարժեք է պատասխանը, եթե նկատենք, թե Աճապահյանը ինչ բերեց սրանց գլխին։ Ուրեմն ես ձեզ ասեմ, սկզբից եկեղեցու դեմ ուրեմն եղել է շատ ուրեմն տգեղ, գարշելի, այո, գարշելի տարածքները։ Չէ, իսկ եթե հետ գնանք առհասարակ իր ծնված օրից ինչպես որ թերթը ստեղծել է, միշտ դա ակնհայտ եղել։ Ահա, եւ ինքը որպես շատ լավ թուրքերի կողմից ընտրված կադր, շատ լավ, ուրեմն իր այդ գիծը առաջ է տանում, բայց հիմա որ միանգամից էս արշավը սկսվեց, դա ուրեմն մարդիկ ասում են եւ չի կարելի չհամաձայնել, սկսվեց դրանց այդ Փաշազադեի ուրեմն ելույթներից հետո, չէ, հիմնականում, այսինքն մենք հասկանում ենք, որ սա էլ է հրահանգ։ Իրենց երևի այսպես լավ ականջները ոլորել են, ասել են մի հատ հիմա էլ էս եք անում, հա, եկեղեցուն։ Իսկ եկեղեցին մենք շատ լավ գիտենք, որ մեր ազգային հենասյուներից մեկն է, գիտեք, տարիներ առաջ ես մի հետազոտություն է իրականացնում ազգային ինքնության հետ կապված, եւ ով եմ ես հարցին, դա այդպիսի հետաքրքիր մեթոդիկա կա, հա, ստուգման, մարդիկ ինչ էին ասում, շատ շատերը ոչ թե ասում են ես հայ եմ, ասում են ես հայ քրիստոնյա եմ։ Այսինքն մեր ինքնության մեջ հայը, հայկականությունը եւ քրիստոնյա լինելը
Ահա այս հազարամյակների ընթացքում, երբ մենք ընդունել ենք քրիստոնեությունը, եկել են մի տեսակ ինքնության մեջ միաձուլվել են իրար հետ։ Դրա համար, երբ դիպչում են մեր եկեղեցուն, ես մարդիկ գիտեմ, ովքեր մինչև այսօր այսպես լռնում են Նիկոլի առածներին, փորձում են ինչ որ արտարացումներ, իհարկե անհետ արտարացումներ գտնել, արդեն մի տեսակ այսպես նայում են դեմքիդ, ասում են, վայ, եկեղեցուն է կպել, բա ինչ պիտի աներ, սկզբից եւ այդ կպել էր, որովհետեւ այն հիմնասյուներից կացին նառած, ուրեմն մեզ արմատախիլ են ուզում անել, ինչ որ չափով իրենց հաջողվել է, ինչ որ չափով, բայց դուք այսօր մի բանաստեղծություն, մի երգ անպայման մենք եւ այսպիսի ուրեմն գիտեք չէ մեր ժողովրդի սրտից հայրենիքը հնարավոր չի հանել մենք ժամանակավորապես կարող է այսպես խեղճանանք փորձությունների ենթարկվենք բայց երբեք մենք դա չենք անի գիտեք Սարդարապատի հերոսամարտի ուրեմն տարելիցներ չէ մի քանի օր առաջ ես կրկին ուշադիր լսեցի Էդգար Հովանեսյանի եւ Պարույր Սևակի այդ համատեղ խանճարեղ ուրեմն գործը եւ այդտեղ Պարույր Սևակի ուրեմն խոսքերը նախ այդ որ ասում է երբ չի լինում ելքուճար խենթերն են գտնում չէ հնար եւ կրկներքի այդ խոսքերը որը ինձ ուղակի ցնցում է եւ շատ կարեւոր խոսքեր են ասում սերունդներ ձեզ ճանաչեք Սարդարապատից մենք այսօր Պիտի վերադառնանք սիրելիներս հիշեք որ խելոքները բայց նաև խելոքները հասկացան խելոքները իմի բերեցին խելոքները կազմակերպեցին ռազմականներ միտքներ հավատներ այսինքն այդ տեսակներ որ կարողացավ եթե գլխին այդ խելոքը չեղա ասենց բոմժի նման մի հատ խելագարի հետևից գնան, այսպես է։ Սա չէ մեր ժողովրդի էությունը։ Մեր ժողովուրդը մեզ պիտի ճանաչենք Սարդարապատից։ Թվականին Անժելա բաննա կարդում իր գրքից։ Գնաց մի պիղծ տականք որ հրապարակում է եղել։ Ամբողջ աշխարհում մոտ 50 գունավոր հեղափոխություն է եղել։ Բոլոր ժողովուրդները, հա, այդպիսին են որ հիմար են, ծուղակընկնող են, շատ ճշգրիտ հոգեբանական միջոցներ են կիրառում։ Ազնվական ցեղի կրթված մարդ էր, չգիտեմ, այն մի տեղը սա իրավորոշ գրքում գրում է սերաշը խելա եսի ինչ գար, չգիտեմ, գնամ ես ապիղծ այլասերվածի կերպ, ինչի չգիտեին, բա բղավում էին, բա բացատրում էինք խելքի եկեք, 18 թվականին դրա համար իմ թվականին մեզ լավեց, ես ես նորից եմ կրկնում, 50 գունավոր հեղափոխություն է տեղի ունեցել մենք որովհետև Սարգսյանին էինք մերժում, հա, գնում եք Պիրս Այլանդակի հետևից, էլ չգիտեմ ոնց արդարանան Համենայն դեպս սա շատ հայց է, որը շատ ժողովուրդներ կուլ են տվել։ Մենք մեր ինքնությունը, մեր եսի հիմնական գծերը չպիտի մոռանանք եւ եկեղեցին այստեղ կարեւորագույն ուրեմն մասն է մեր ինքնության։ Չէ, բայց դուք նկատում եք, որ կողմից եկեղեցուն խփում է շշմելու բան է 7 տարի, պլյուս դրան 25 տարի ես մարդը եկեղեցու դեմ, սրբազանների դեմ չի ստոց։ Նույնիսկ առարկան հանեցին։ Ինչ անում է Բարձուկին, այդ Ղաչապայանը սատկացեց, ինչ պետք է ասեց, գնա Ղաչա, գնա այ պիղծ, այ սրբապիղծ, այ ապորինիկը ոտքից գլուխ, քո ապորինիկը ինչ ասեց, ինչ պետք է Եկեղեցին իր բարձունքից ամեն ինչ տեղը դրեց ու էլ իսեց անսասան եւ մնալու է անսասան, բայց անկեղծ ասած հիմա մեր վիճակը այնպիսին է, որ ես սպասում եմ, շատ երազում եմ եկեղեցու ավելի գործուն մասնակցության այս ազգային ազատագրական Դե եկեք արձանագրենք, որ մենք ազգային ուժ չունենք, կուսակցություն չունենք, հասարակական քաղաքական գործ, թող իրենք արձանագրեն, մենք չկանք Հիմա տեսեք, հա, մենք այդպիսի վիճակում ենք, պետություն չկա, ընդդիմություն չկա։ Առհասարակ Անժելա, երբ ուրեմն կանխատեսումներ են կատարվում, ես մի քիչ ակադեմիական ոլորտ, հա, գնամ, կանխատեսումներ կատարելու համար շատ հետաքրքիր մեխանիզմներ կան։ Այդ մեխանիզմներից մեկը էքստրապոլյացիան է, այսինքն դու մասին ինչ որ հատկանիշ ես վերագրում, ինչ որ մի բան, հետո ընդլայնում ես, հա, տարածում ես մյուսների վրա։ Սա շատ հետաքրքիր լավ մեթոդ է ապագան կանխատեսելու համար։ Հիմա քաոսի վիճակի մեջ այդ հին մեթոդները չեն աշխատում։ Օրինակ ես երբ նայում եմ մեր ընդդիմությանը, իրենք այսպես իրենց իմացած ճանապարհով գնում են։ Հիմա եթե ճիշտը խոսենք, նայում ես, տեսնում ես, որ չէ, իրենք ընտրությունների են նախապատրաստվում։ Պետք է ընտրությունների նախապատրաստվել, որովհետև սցենարներից մեկը դա է լինելու։ Բայց մինչև ընտրությունները
պետք է այլ սա կոչվում է գիտության մեջ ոչ գծային իրականություն, այսինքն քաոսի մեջ դու չես կարող այն տրամաբանական պատճառը հետևանքը այդ կապերով չես կարող աշխատել, հարկավոր է ոչ ստանդարտ լուծումների մասին մտածել, եւ քանի որ շատ է խոսվում այսօր այդ ուրեմն անվստահությունը հայտնելու գործընթացի մասին, ես կարծում եմ, որ այդ անվստահություն հայտնելու գործընթացը այդ ոչ ստանդարտ քայլերից մեկն է, որը, գիտեք ինչ հա, մարդիկ այդ թիվը, թվաբանությունը եւ այլն հասկանալի է, դա արդեն այն իմ ասած նախքին հա էքստրապոլյացիան է, պետքա նոր, ասում են 6 ամիս կանցնի, քանի 6 ամիս անցավ, ի վերջո եթե չհաջողվեց, շատ բաներ չհաջողվեցին, չէ՞, փորձեցին։ Ասում են դա էլ բերում է հիասթափություն, չէ՞։ Դե գիտեք ինչ, հիասթափություն, ով է ասել, որ ընտրությունները հաջողությունների են բերելու։ Չէ, որ պիտի այլ ճանապարհներ պիտի փնտրեն, եւ ընդ որում ոչ ստանդարտ, մինչեւ ընտրությունները, որտեվ ընտրությունների ժամանակ չեք տեսնում ինչ բարոյական կերպարների հետ գործ ունեն։ Ամբողջ ժողովուրդը գնա իրենց դեմ քվեարկի, իրենք բոլոր տեսակի թղթերը, չգիտեմ, կնիքները եւ այլն բերելու են, ասելու են ժողովուրդը մեզ ընտրել։ Տարբեր տեսակետներ կա, որ Ադրբեջանից հայտարարությունը նաեւ իրեն էլ ասեցին մի հատ դու էլ արձագանքի, որ մոռացեք, եթե ձեր մտքով անցնում եք կամ աշխարհում էսի մի բան հրապարակ գա, որ առաջ գա, որ լավ ոչինչ թող հայ ժողովուրդը չլինի, գոնե մի հատ քաղաք լինի, այդտեղ իր եկեղեցին լինի, իրենք ասեն, չէ, դա մոռացեք։ Ասեցին, մի հատ դու էլ Նիկոլ հաստատի, մի հատ դու էլ հարցակվի եւ նաեւ մյուս հանգամանք կա, ասենք շարժումը սկսեց, չէ, սրբազան շարժումը սկսեց եւ եկեք այստեղ եկեք չանտեսենք։ Ես օտեղյակ եմ առաջին իսկ օրվանից ազգային ուժերը շատ աջակցել են եւ օգնել են առաջին իսկ օրվանից ազգային ուժերը եղել են այդ շարժման կողքը, բայց ուրիշ բան եմ ուզում ասել։ Ինքը տեսավ, որ այդ շարժումը սկսեց եկավ եւ ասենք 50-60 հազար մարդ դուրս եկան, չէ՞։ 1000 անգամ եմ ասել, մարդը քաղաքական չէ, չգիտեր ուրա գնում սրբազանը, սայթակեց, չստացվեց եւ այլն եւ այլն։ Բայց առաջվա շարժումները չստացվեցին, չէ՞։ Բայց նաեւ մենք հասկացանք, դուք պատկերացնում եք, եթե այսպես 10-20 սրբազան դուրս գա եւ կաթողիկոսի Ինքը հասկանում է ինչ կլինի։ Մենք ասում ենք այն ժամանակ, ինքը հասկանում է, որ եթե մի հա, բայց նաև եկեք նկատի ունենանք, որ խորի մաս բան մարդ է վեհապարը, ինքը պիտի ճիշտ պահին դուրս գալ, ճիշտ ժամանակին պետք է դուրս գալ, այնուամենայնիվ եկեք ընդունենք, որ եթե արտաքին մեծ գերտերություններից մեկի աջակցությունը չլինի, որ Թուրքիան Երևանը ավիրեց, ով է տերը։ Ու ինչ շարժում ուզում ես արա, արի կանգնի վերցրու։ Եթե դու դա չունեցար, ուրեմն դու քաշնազարական հիմար ինչ որ շարժում ես սկսել։ Դու պետք է դա ունենաս։ Այսօր եկեք չասեն, գիտեք, մենք այնքան հզոր կգնանք կտապալես Էրդողանը կասի հողին եմ հավասարեցնում։ Ո՞վ է դա։ Ուրեմն Անժելա, եթե մենք այդ մտածողությունից ելնենք, մենք բոլորս պիտի հանգիստ նստենք, սպասենք վերջնական կործանման։ Մենք պիտի բոլոր ուղղություններով աշխատենք։ Չէ, բայց մենք նաև պիտի սթափ լինենք, հասկանանք, որ աշխարհը այսօր այդպիսին է։ Ես դրա համար եմ ասում, այսօր իրողությունները ստանդարտ չեն։ Ստանդարտ չեն, դրա համար պետք է ստանդարտ մտածողությունից, ես հասկանում եմ, որ ասենք քաղաքական ուժերը ունեն այսինչ փորձառությունը, այդտեղ իրենց փորձված են զգում, հա, ուժեղ են զգում, այդ ճանապարհով են ուզում գնալ, բայց մի հատ պետք է մտնել ոչ ստանդարտի մեջ, որովհետև քանի անհաջողություն արդեն եղել է։ Այստեղ ես գտնում եմ, որ այնքան դժվար պայքար է, որ մեղադրելու բան չկա, այնտեղ նվիրյալ մարդիկ կային, ծեծվում էին, գիշեր ցերեկ զբաղված էին դրանով, մենք էլ գնում էինք, աջակցում էինք, բայց դժվար պայքար է։ Մի քանի երիտասարդներ մենք կորցրեցինք այս ընթացքում, ասեցինք, գլխի կատված, քաղցկեղի չգիտեմ ինչ։ Ինձ մի անգամ հենց նույն Հեղափոխական դաշնակցության երիտասարդներից մեկ ասեց, դուք գիտեք ինչ են անում ոստիկանությունում մեզ հետ։ Դուք գիտեք 20 հոգով դնում ջարդում են, բա դուք ո՞նց եք բանը 20 հոգի, որ ոտքի տակ տան այդ գործին, բա դրա համար էլ մեկ էլ մի օր լսում ենք գլխի քաղցկեղը 5 օրում գնաց, բա այդ հենց այնպես է անցնում այդ ամեն ինչը։ Հա, իմիջիայլոց են տականքնել ազատվեց, չէ՞, բանը այդպիսի ոստիկաններ էլ կան, չէ՞, հող հանձնող ոստիկաններ, ոստիկանը պետք չէ չջարդեցիք իրանցում։ Երկիր պահող սահմանապահող այդտեղ ջարդում էին, ասում էին ճանապարհը բացեք, ուրեմն տեսեք ով է ասել, Արամ ինչ անում։ Հա։ Արամ Հովանիսյան։ Բայց մենք արդեն այդ նույն իրեն ծառայողները հիմա ես չեմ կարծում, որ տագնապներ չունեն, տեսնելով այս ամենը, որ այդքան նվիրյալ իրեն ծառայողներին,
նույն վարկյանին կարող է հանել Բայց ինչ արժե համակարգ ունի, չի մտածում եմ միլիոնները տարա, հա ինչ անենք իրանցնել տվեցին, տեղել ջարդեցի, այստեղ էլ ջարդեցի ժողովրդին, հա ինչ ա եղել։ Բայց ինչն է այստեղ կարևորը, որ ինչքան ուզում են նվիրված ծառայեք այս ուրեմն թրքաբարո իշխանությանը, միևնույն է դուք ձեր անձը դուք ապահովագրված չեք։ Ցանկացած պահի Նիկոլի նման անձնավորությունը եւ առհասարակ այսօր իշխանության ուրեմն լծակներ ունեցող անձնավորությունները այդ բարոյական համակարգը չունեն, նույնիսկ այդ շատ ցածր համակարգ է, գիտեք, այդ բարոյականության ամենացածր փուլերից մեկն է, ես ինձ դուք ես, հա, եթե դու ինձ համար մի լավ բան արել ես, ես էլ քեզ համար։ Դա կարող է լինել ստորության մակարդակում էլ այդ դա կարող է գործել։ Հիմա սա նույնիսկ դա չունի։ Այնպես որ այդ նույն ԿՊ-ականները, որ ասում ենք իրար հետ էսպես, հա, համաձուլված են, միասնական են եւ այլն, մի քիչ Նիկոլը թուլանա, տեսնեն, որ լավ ճոճվում է, մի հատ կտեսնենք, որտեղ բոլորն էլ գիտեն, որ իրենք էլ այդ SMS-ները կարող է ստանալ։ Ցանկացած պահի այն լավ նվիրված ծառայողները, հա, որ բոլոր հրամանները կատարում են, իրենք առաջին հարվածի տակ իրենք են ընկնելու եւ կյանքը դա ցույց է տալիս արդեն, առաջ ուղղակի ասում են։ Եկել ես հարցը քննարկեցի, ասեմ ու մեր սիրելի Խաչիկ Մանուկյանը արդեն էստեղ է, որ շատ չսպասեցնենք։ Եկել ես հարցը տվեցի, տեսեք, իրենք ընդհանրապես աղբի, ես միշտ ասում, իրենց աղբի հոտով են գտել։ Այն գարշել է, ասենք Հայաստանի մի հատ լավ աղբահանություն է պետք։ Որտուդ կպղծես, այս հայրենիքը դու ուրեմն արի։ Այս կողմ, ասենք Սորոսը, հավաքական արևմուտքը, թուրքերը իրանց այդ բանով են գտել։ Եվ այս մարդը չի ազատագրվել դրանից։ Ինքը անընդհատ պատտում գնա կեղտոտ անկողին։ Սկում եք Խաչիկ, ոնց պատտում գնա կեղտ։ Ինչից խոսում ես, մոլագարները տանում են սերական, չգիտեմ ինչի, ամեն ինչը տանում են դրան։ Անկամ այնքան սրբապիղծ են, եկեղեցու բաներ էլի, բայց էլի եմ կրկնում, էլի միշտ այս ներքին բան եմ ապրում հրճվանքելի, որ ոնց կպնում են սրբազաններին, եկեղեցուն, վեհափար չի ստացվում։ Շշտվել անբացատրելի բան կա էլի, բայց երևի այդ հազարամյա բանն է, էլի, այս պատմությունը մեր եկեղեցու, մեր հավատքի, չգիտեմ, այդ լուսավորչական այդ բանը, դա է այդպես կարողանում։ Ինքը չի հասկանում, որ եթե դու գնացիր այդտեղ, բա որ ձերը բացվի, չի հասկանում։ Ընդ որում արդեն հուշեցին ընկեր։ Բանը լասեց, սրբազանն էլ ի պատիվ։ Ես ուղղակի հիացած եմ սրբազանով աճապայանով։ Հա, ասեց է որ գանք է ձեր ապորինի։ Իրենք հանձնարարություն են ստացել տերերից, իրենք չեն կարող չանել։ Բա իրենց մասին չեն մտածում իրենք։ Հենց մենակ իրենց մասին էլ մտածում են, որ լավ հանձնարարությունը կատարեն, իրենց փրկության ինչ-որ չեն հասնում, մեր կեղտոտանկողուն չեն հասնում։ Հա, իրենց տերերը կպահեն, բայց այդպես չի լինում, դավաճաններին վերացնում են։ Եվ իսկապես արժե լսել, կարծեմ Խաչիկ Մանուկյանն էլ կվայելի Հովանես Գրիգորյանի հայրենաց հող։ Ես այս վերջ չեմ անգամ էլ էի լսել, բայց կատարումն էլ այնքան փառահեղ է, ընդհանրապես մենք ով ենք, ինչ ենք առանց հայրենիք, առանց հայրենի հող ու երկիր։ Մեզ վերագտնելու խնդիր ունենք մենք։ Մենք շատ հենց որ ազատագրվենք այնքան խորքային մեծ իսկ իրական եւ կրթական մեծ աշխատանք ունենք։ Բարձրացրու։ Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որովհետև դու նա ես, ում համար կռվի են ելնում առանց հրամանի, որին ասում են միակ, կարոտում են հեռվից և կարոտից արտասվում են օտար սրճարաններում ու չգիտես թե ուր լողացող նավերի վրա։ Ես այս երգը երգում եմ սկզբից, որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չեմ կունենա կորցնելու, որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական, լեռները քարերի կուտակում, սերը շքեղություն ավելորդ և որդի ծնելը հանցագործություն։ Ես այս երգը երգում եմ գլխաբաց, որովհետև դու նա ես, ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման, երբ մենք ճանապարհ ենք ընկնում, երբ մենք սկսում ենք կորը, երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքի։ Հովանես Գրիգորյան, առաջին հեռուստաալիքի, շնորհակալություն։